Ես այդ սիրուն երկար լոբիները։ Գյուղասերներ ջան, օրը շաբաթ է, ոչ աշխատանքային, եւ դա նշանակում է, որ այսօր զբաղվելու ենք թռչունների բների մաքրությամբ, գերամաններն ենք մաքրելու, նաև բանջարանոցում գործ ունենք։ Երկար ժամանակ արդեն մի շաբաթ է պամպանած է ու բանջարանոց չենք մտել, հիմա ահագին պամիդոր կա հավաքելու, արև այլ գործեր։ Սկսում ենք օրը թռչուններին կերակրելով, բաց թողելով, բները մաքրելով։ Թռչունները դեռ ամառային հավաբնում են գիշերում, դրա համար այս հենց դեռևս լավ վիճակում չեն ժողովուրդ ջան, իրանք փետրափոխի ակտիվ ընթացքն է, այս ընթացքում իրանց ես լավ եմ կերակրում, չնայած գիշերները ցուրտ է լինում իրանց հավաքումը, դրա համար այս երկու օրը շաբաթ կիրակի կփորձենք նաև ձմեռային հավաբումը կարգի բերել ու իրանց գիշերները տեղափոխել այնտեղ, որպեսզի շատ արագ փետրափոխանեն ու սկսեն ածելը։ Ճտերին էլ արդեն շաբաթից ավելաբար չենք թողնում ու այստեղ տեսեք ցորենը ծլել է, հետված չի, որովհետև դա լրացուցիչ կանաչի աղբյուր է, որը իրանք այսօր հեսա կուտեն։ Կերը լցրեցինք, ճտերին էլ բաց թողնենք։ Առավոտները իրանց կերակրում եմ ցորենով, իսկ իրիկունի ցորենի հետ նաև կոմբիկեր եմ տալիս ու մի շաբաթվա արդյունքը տեսեք ահագին խոշորացել, ակտիվացել են։ Սանց էլ հավաքեցի այստեղ, կերը տված է, ջուրը տված է, անցնենք առաջ։ Տեսեք, ակրորներս ինչ չափերի են հասել։ Կոմբիկերը ինչ ուզում եք ասեք, պետք է միշտ ներառվի թռչունների կերում, որովհետև մենակ ցորենով լավ չի լինում, լավ չեն աճում։ Սրանց էլ մենակ կոմբիկեր եմ տալիս, աճ կա, բայց ինչ չի գոհացնում։ Հիմա այսօր բաց եմ թողել մի փոքր արածեն, քանի որ աշխատանքային օրերին ընդհանրապես չեմ հասցնում իրանց արածացնեմ, իսկ այս քանի օրն էլ ընդհանրապես, որովհետև նրանք նախ շատ անձրև էր, անձրևային եղանակ էր ու նրանց բաց չէի թողում։ Իսկ ճտերի հետ էլ այդքան լավ չի, որովհետև հավի ճտերը իրենց նեղում են, ճիշտ է, մի փոքր տարբերություն ես նկատում եմ, բայց դա այն աճը չի, ինչ պետք էր։ Իրանց պետք էր ուղղակի կանաչ տարածություն լիներ, որպեսզի ձվից դուրս գալուց հետո արածեին, որպեսզի այսպես աճ չունենային, ավելի լավ աճեին։ Տեսեք ոնց են ախորժակով արածում։ Այս թռչունները պետք է բաց տարածություն, որ իրանք ամբողջ օրը արածեն, օրը 12-15 ժամ պետք է արածեն։ Իսկ ես պահում եմ վանդակում, դրա համար այս նույն վիճակն է։ Հիմա մի փոքր կարածեն, քանի ժամանակ ունեմ, ոչ աշխատանքային օր է, կարա մոտները կանգնեմ ու հսկեմ։ Նոր կհավաքեմ արդեն իրենց սետկայի մեջ ու կանցնեմ մնացած գործերից։ Ինչ հնդուշկեքը հարածում են, ես նայում ու պլանավորում եմ այսօր ինչ եմ անելու։
Առաջին գործերից մեկը լինելու է նորից պամիդոր հավաքելը, որովհետև անձրևներից հետո այդ տեսեք թփերը լավ խեղճացել են, թեև դա չի անդրադառնում նրանց կարմրելու հասնելու վրա։ Ունենք կանաչ, ունենք դեղին, էլի նորից պետքա կիսահասածները հավաքենք ու տանենք մառան, այնտեղ վստահ եղեք ավելի շուտ է հասնում, քան այստեղ թփի վրա, որովհետև արդեն ցուրտ է, բավականին ցուրտ է։ Լթումները չենք շտապում, ժողովուրդ ջան, իրանց ցուրտ այդքան էլ չի անդրադառնում։ Սպասելու ենք այնքան, մինչև լավ ցրտի ու սառնամանիքներ անի, իրանց թփի վրա ավելի լավ է հասնելը, որպեսզի հասցնի նաև քաղցրանա։ Քանի որ երբ իրանց շուտ ենք հավաքում, անհամ են լինում, իսկ հիմա մեր թփերի վրա իրանք կհասցնեն էլի քաղցրանան ու համովանան։ Կսպասենք մինչև առաջին ցրտահարությունները։ Ու աշունը արդեն իր դերի մեջ է, ժողովուրդ ջան։ Տերևները դեղնում են, եղանակները ցուրտ է ու դա ասում է, որ պետքա աստիճանաբար սկսենք հողը նախապատրաստել մյուս տարվան։ Դա կլինի գոմաղ պտալը, դա կլինի նաև եթե հասցնենք ցրտահեր կանելը, ասել եմ բազմիցս իմ տեսանյութերում, որ բոյբոյներ կան իմ հողամասում հողի մեջ, իսկ դրանց լավագույն տարբերակը ցրտահերկի տարբերակով վերացնելն է։ Ամբողջ տարին իրանք ինձ վնաս տվեցին, բայց էլի շարունակում եմ իրանց դեմ պայքարելը։ Այդ պայքարը շարունակվում է նույնիսկ ձմեռային ամիսներին։ Ամբողջ ձմեռ համարյա ես գոմաղ ՊՍ-ու են կողմ եմ տանում, որպեսզի հավերը ուտեն այդ գոմաղբի մեջ ձմեռող բոյբոյներին ու թվականակը ինչ որ չափով կրճատվում է, որ մյուս տարի վնասը այդքան մեծ չլինի։ Այդ ձեռնոցը մնացել է այստեղ։ Ահա սկսել է տերևաթափը։ Աշունը իր գունեղ սիրուն քայլերով արդեն մտել է մեր երկիր։ Բանջարանոցը մոլախոտերից ազատվելու հարցում ինձ օգնում են իմ թռչունները, հատկապես հնդուշկեքն են, որոնք այսպես բաց ենք թողնում ու իրանք ուտում են նոր ծլած մոլախոտերը, թե չէ եթե սրանք մնացին հողի մեջ, մյուս տարի նորից կաճեն ու կարիք կլինի քաղան անելու։ Տեսեք ինչ ջուր են խմում, կեղտոտ ջուրը մի խմեք։ Նաև ընթացքում հավերին են բաց թողնում, բայց այս ընթացքը դեռ ոչ, քանի որ բանջարանոցում ահագին պամիդոր, բիբար, լոբի ու ծիծակ կա, նաև բադրջանի թփեր։ Հավերին բաց կթողնեմ այն ժամանակ, երբ ամբողջը արդեն հավաքած կլինենք ու տեղավորած կլինենք, իսկ հիմա միայն հնդուշկեքն են արածում։ Այդպես տնտեսության մեջ մի կենդանին օգնում է մի բույսին, ու այդպես կազմակերպում ենք մեր տնտեսությունը, որպեսզի ամեն ինչի օգուտը ստանանք։ Թռչունները բացի միս ու ձուտ տալուց, նաև օգնում են բանջարանոցը մաքուր պահել։ Չհաշված, որ ամբողջ տարին, երբ քաղան եմ արել, մոլախոտերը ամբողջը իմ թռչուններն են կերել։ Այդպես նաև հավաքված մոլախոտը ռեալիզացնելու խնդիրն ենք լուծում։ Իսկ տարվա այս ընթացքում, հատկապես այս տարի, մենք բանջարանոցում ունենք հսկայական քանակությամբ կանաչ պամիդոր, որոնք փորձում ենք այնպես անենք, որ հասնեն մինչև ցրտերը ընկնելը։ Ու տեսեք, ճիշտ է, եղանակների կտրուկ փոփոխությունը հանգեցրել է իրանց ճաքճքելուն, տեսքից ընկնելուն, բայց ամեն դեպքում մենք հասցրել ենք ահագին հավաքենք ու տեղավորենք մառանում կամ
մարինացնենք, իսկ մնացածը արդեն դեռ ընթացքի մեջ է։ Մինչև սրանք մի փոքր կարացեն, մենք կերի ու ջրի հարցը լուծենք։ Դե իմ օգնականն էլ ինձնից անպակաս, ուղղակի իր ներկայությամբ օգնում է ինձ, չէ՞։ Փշու։ Ահա թե ինչով են զբաղված թռչունները, երբ իրենց մի շաբաթ հետո բաց եմ թողնում։ Այս ընթացքում իրենք հավաբնում էին ու այնտեղ թավալ գալու, ավազի մեջ լողանալու հնարավորություն չկար։ Տեսեք, հիմա արդեն բաց ենք թողել ամառային բաց կացարան ու այնտեղ իրենք թավալ են գալիս ավազի մեջ, որը ես նախապես մոխիրի հետ խառնել ու լցրել էի մի անկյունում ու ազատվում են ոչիլներից։ Առաջին բանը, որ արել են ուտելուց հետո, դա լողանալն է։ Այդ տեսեք մոխիրը ոնց է օգնում իրենց ազատվել ոչիլներից։ Իսկ սրանց մի փոքր կերակրում ու բաց եմ թողում փողոց, որովհետև անձրևներից հետո փողոցի ծայրամասերը լավ կանաչել է ու իրանք գնում են արածելու։ Ուշ փորով արածում են, իսկ գերի հարցում մի փոքր քիչ եմ տալիս, որպեսզի աշնան կեսին ու ձմռանը իրենք չացեն։ Հիմա պետք չի, որ իրենք հացեն, քանի որ ավելի լավ կլինի իրենք սկսեն ածելը գարնանա, ու ավելի ճիշտ փետրվարին, ձմռան վերջում, որպեսզի գարնան ունենան ճտեր, ինչպես այս տարի էր։ Այս տարի ասեմ, որ բավականին շատ օգուտ տվեցին ինձ, ճտերը բոլորը վաճառել եմ ու այս տարի էլ, նախորդ տարի էլ իրենից մի փոքր եկամուտ ունեցանք։ Եվ հնդուշկեքիս համար կեր ու ջուր բերեցի, կերը տալիս եմ իմ պատրաստած կերամանում, հենց կերամաններ էլ ունեմ, բայց երբեմն ավելի լավ է մեզ հարմար ավելի լավ կերամաններ սարքենք, սովորական պլաստիկե շիշա եւ շինարարությունից հետո մնացած խողովակի կտոր։ Այսպես ամրացրել եմ ու արդեն մի ամբողջ սեզոն ինձ ծառայեց։ Դնենք կերը, որպեսզի հավաքվեն ու ջուրը։ Ձերքի սարքած կերամանները ինչով են լավ, որ մենք հարմարեցնում ենք մեր վանդակի չափերին, իսկ գնած կերամանները սովորաբար չափերով մեծ են լինում ու հարմար չեն լինում։ Դրա համար երբեմն պետք է նաև այսպես մտածել ու ինչ-որ ելք գտնել։ Սրանց կերը տվեցի, ջուրը տվեցի, տեղները տաք է, դեռ սա փակ է այսպես։ Օրվա ընթացքում կգամ ու կբացեմ, քանի որ արևային եղանակը շատ տաք կլինի։ Լոգանքից հետո իրենց արդեն սենց համովություններ են տալիս։ Կաղամբի տերևներ լցնենք, թող ուտեն։ Կաղամբի տերևները հատկապես շատ ախորժակով են ուտում, նաև ահագին շատ օգուտ է իրենց վիտամինները։ Սա էլ տանք հավերին։
Գյուղասերներ ջան, այսօր լոբի ենք հավաքելու, կանաչ լոբի, որը մենք ցանել ենք աշնանը կանաչ լոբի ունենալու համար։ Սա մենք ցանել ենք հունիս ամսին, հունիսի վերջերին, ու արդեն առաջին բերքն ենք հավաքում ու տեսնում ենք նաև, որ իր վրա լավ ձևավորված ծաղիկներ կան, որը բարենպաստ եղանակի պայմաններում մեզ երկար բերք կտա։ Ճիշտն ասած, մենք այս տարի մի փոքր ուշ ցանեցինք, թե չէ արդեն սեպտեմբեր ամսին պետքա առաջին բերքը հավաքեինք, բայց քանի որ ուշացրել ենք մի փոքր, թե հոկտեմբերին ենք հավաքում։ Ու տեսնում եք ինչ կանաչ հավեսին բերք ա բռնել։ Ու դեռ երկար սա բերք կտա մինչև առաջին ձյան գալը։ Հիմա տեսեք ինչ լավ բռնել է, աշնանը հատկապես այս լոբին շատ լավ բերք է տալիս, սա Գորիսի լոբին չի, այլ կարմիր պուտերով, եթե չեմ սխալվում, վարյոնկա են ասում։ Ու տեսեք ինչ խոշոր լոբիներ է։ Ու ինչն է կարևոր, որ աշնանը ցանած լոբին ինքը նաև փափուկ է լինում ու փայտացած չի լինում, կոշտ չի լինում, ինքը շատ փափուկ համով լոբի է լինում։ Հատկապես եթե օրինակ ձմռան համար պատրաստվում եք լոբի դնել սառցարանում, սա լավագույն տարբերակն է։ Մենք արդեն մի քանի տարի փորձված տարբերակը ուշացումով ցանում ենք ու ստանում այս լոբին։ Ուրեմն լոբու ցանքսը կատարում ենք 2 անգամ տարվա մեջ, մեկը ապրիլ ամսին, դա արդեն ձմռանը չոր լոբի ունենալու համարն է ու նաև ամբողջ ամառ ենք կանաչ լոբի ուտում այդ թփերից, եւ հունիսի վերջ, որպեսզի աշնան ունենանք կանաչ լոբի։ Սա հենց այդ լոբին է։ Տեսեք ինչքան ծաղիկներ ու նոր գցած պտուղներ կան, որոնք դեռ շատերը պետք է հասունանան։ Նայեք երկարությունը, այս են սիրուն երկար լոբիները։ Ահա այսպես ժողովուրդ ջան, ճիշտ ժամանակին ցանքս կատարելով ու ժամկետները պահելով կարելի է տարվա մեջ մի քանի անգամ բերք հավաքել տարբեր բույսերից։ Այս դեպքում լոբու դեպքում արդեն երկրորդ բերքն է, երկրորդ ցանքսը երկրորդ բերքն է, ու տեսեք այս հենց երկար լոբիները։ Աշնան լոբի միշտ լավ է լինում ամեն առումով, համ ջրելու առումով, քանի որ ամռանը ցանածը պետք է անընդհատ ջրես ամռան լոբին, իսկ աշնանը ամռան ընթացքում մի քանի անգամ ջրում ենք, երբ արդեն գալիս է աշունը, արդեն ջրելու կարիք չկա։ Հիմա օրինակ մեր մոտ շատ խոնավ է եղանակը, անընդհատ անձրևներ է գալիս ու ընդհանրապես կարիք չկա, ուղղակի պետք է ժամանակ առ ժամանակ հավաքել բերքը, որպեսզի չկոշտանա։ Սա առաջին բերքն է մեր լոբու։ Այս ինձ հավաքում ենք, ճիշտն ասած լոբի հավաքելը մի փոքր չեմ սիրում, քանի որ ինքը լոբու տերևները երբ կսվում է մաշկի քոր է գալիս, բայց ամեն դեպքում մեր բերքն է, մեր հողամասի բերքը չպետք է թողնենք, որպեսզի փչանա, կոշտանա, շատ հասնի
աշնանը հատկապես ցանած լոբին պետք չի թողնել երկար ժամանակ, որովհետև ինքը կոշտանալու դեպքում չի հասցնի հատիկներ գցի։ Ինքը միայն կանաչ օգտագործելու համար է լավ։ Տեսեք երկարությունը ինչքան լավ երկարում է։ Այս էլ մեր լոբին։ Նաև բիբարներն ենք հավաքում, ժողովուրդ ջան, այսօր էլի մի քիչ գցել է ու պիտի հավաքենք, որպեսզի թփերը թեթևանան ու սկսեն մնացածներն էլ մեծանալ։ Հիմնականում այդքան շատ չի, որովհետև թփերն էլ քանակով քիչ են, բայց լավ էր, այս տարի ես մի քանի թփից ահագին հավաքեցինք։ Տեսեք, մի հատ վարունգ էլ է մնացել։ Մի քանի թուփ էլ այսպես թառամել են, ժողովուրդ ջան, սա հիվանդություն է, իհարկե։ Այս պղպեղները մանր կթողենք լավ հասունանա ու նոր բոլորը կհավաքենք։ Քանի դեռ եղանակները լավ են, թողնենք մնան։ Այս չեմ մեծանում, արդեն սենց մանր են մնացել։ Ամեն դեպքում այս տարվա մեր ուտելու բիբարը մենք մեր բանջարանոցից հավաքեցինք։ Տեսեք ինչ սիրուն բան է։ Սորտն էլ երևի լավ չէր, էլի սրանք հաստատ մյուս տարի չարժե դրած։ Ավելի լավ սորտեր է պետք գտնել ու մշակել, ավելի ճիշտ գնել։ Ասեցի քիչ է, բայց էլի ահագին հավաքեցի։ Ես մի քանի թուփը ոնց որ ծալվել է, ընկել է, բայց մեկը շարունակում է բերք տալ։ Վերջ այսքանով էլ ավարտեցինք։ Սա էլ մեր այսօրվա բիբարը։